Ինչ չի անում օրինակ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Վլադիմիր Պուտինի ցանկությամբ, որ կանի Սամվել Կարապետյանը։ Նիկոլ Շատ Փաշինյանի հետաքրքիր հարց եք տալիս։ Կարծեք թե Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունն էլ այդքան ընդգծված հակառուսական չեն, հաշվի առնելով սուր ելույթներն ու հայտարարությունները միայն։ Այո, բայց ախորժակը գալիս է ուտելիս։ Նա Նիկոլ Փաշինյանը իմ գնահատմամբ ամենառուսամետ քաղաքական գործիչներից մեկն է։ Բայց եկեք չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանի համար անկյունաքարային է գոնե Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը։ Գուցե Վլադիմիր Պուտինի ախորժակը էլ ավելին է, որ Հայաստանի Հանրապետությունը տանեն մտցնեն իրենց միութենական պետության մեջ, բայց եթե նվազագույն մեթոդ, ապա իհարկե Պուտինի համար շատ լավ տարբերակ է Նիկոլ Փաշինյանը։ Իհարկե, որտեղ միևնույն է, Նիկոլ Փաշինյանը ինչքան էլ ջատագովում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, միևնույն է, նրա ռազմաքաղաքական կողմնորոշումը դեպի Ռուսաստան է։ Այն փոքրիկ քայլերն էլ, որ մենք տեսնում ենք, ոչ բավարար դեպի արևմուտք, դա ուղղակի ժամանակի հրամայականով պարտադրված իրողություն է։ Եվ ինչ է կարծում Նիկոլ Փաշինյանը զիջումների կգնա այնուհանդերձ թե ոչ։ Նայած սեղանին ինչ է դրված, որ եթե այն հանգամանքը միայն, որ Նիկոլ Փաշինյանի համար կոմունիկացիայի այդ դուռը փակ չէ, ինձ համար խիստ մտահոգիչ եւ վտանգավոր է։ Եթե զրուցում են, ուրեմն հավանաբար կքննարկեն, եթե կքննարկեն, ուրեմն կբանակցեն։ Եթե կբանակցեն, ապա սեղանին ինչ է դրված, ով գիտի։ Ինձ համար կոնկրետ ռուսական ուղղությունը այս իրողություններում փակ է, որովհետև Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին դիրքավորել է որպես թշնամական կարգավիճակ ունեցող պետություն։ Դրա անուղղակի հիմքերը մենք տեսնում ենք։ Բացի այդ, Ռուսաստանի Դաշնության հետ այդ ինտեգրացիոն կառույցների եւ ինչու՞ չէ նաեւ նրանց ռոպագանդայի ազդեցության լծակները դեռ շարունակում են պահպանվել Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք։ Մենք ակնկալում ենք շատ ավելին քաղաքական գործընթացներ եւ կամք, որոնք հնարավորություն չեն տա լուտանքների եւ ագրեսիայի տարածումը Հայաստանի Հանրապետությունում։